Եվ քանի որ խոստացել է, որ կխոսեմ նաև եկեղեցիական մոգության մասին, առաջին հայացքից թվում է, թե իրանք անհամատեղել են, բայց իրականում շատ ու շատ այսպես սև գործեր հենց արվում են եկեղեցում։ Մարդիկ կանոն են հատուկ ուղղվածություն եւ իրենց կոչում են չեռնակնիժնիկներ։ Ուրեմն օկուլտիզմի սա միջող է համարվում, որ օգտագործում է քրիստոնեական խորհրդանիշները, ծեսերը եւ սրբավայրերը հակառակ նպատակներով։ Այն հիմնված է այն հավատալիքների վրա, որ եկեղեցին ուժի վայր է եւ որտեղ կուտակվում է մեծ էներգիա եւ որը կարելի է շրջել հոգուտ չարիքի։ Ահա այս երևույթների հիմնական կետերը ըստ օկուլտիստական պատկերացումների սրբ ապխծություն, որի համատեքստում մոմերը վառվում են շրջված վիճակում։ Սա ուղղված է քրիստոնեական սրբությունների ուժը չեզոքացնելու կամ այն բացական էներգիայի վերածելու համար, այսինքն այդտեղի կուտակված էներգիան հակառակ ազդեցության վրա ազդելու, մարդիկ գնում են այնտեղ հույս, հավատք, սեր խնդրելու, բայց իրականում այս բոլորը մոմը հակառակ վառելու դեպքում իջնում է էներգիան եւ դառնում է հակառակ գործողություններ։ Այստեղ նաև շատ մեծ դեր ունի խաչը, աշխատանք եկեղեցիական մոմերով, մոգության այս տեսակը շատ այսպես կենտրոնական դեր է խաղում, օգտագործում է հանգուցյալի համար նախատեսված մոմեր, կենդանի մարդկանց վնասելու համար կամ մոմերը շրջված դնելու համար, որպես անեծքի նշան, ինչպես որ արդեն նշեցի։ Կան եկեղեցիական դևեր կամ հակաեկեղեցի, այդպես են կոչվում։ Ըստ այդ հավատալիքի եկեղեցում գոյություն ունի հակադիր հոգևոր աստիճանակարգ, օրինակ Աբբարադևը, որին դիմում են մոգության հետևողները, հենց տաճարի ներսում ցպտվելով, որպես սովորական հավատալիք ապրում է հենց այնտեղ։ Այնտեղ է տեղի ունենում նաև էներգետիկ վամպիրիզմը, եկեղեցիական մոգության կետերից է նաև մարդկանցից էներգիա խլելը, հենց պատարակների նաև միջոցով, նա արվում է հատուկ հպումների, հայացքների, երբ մարդը հոգեպես բաց է և անպաշտպան եկեղեցու մեջ, մարդը եկեղեցում ինքը ոչ մի բանից չի ուզում պաշտպանվի, ընդհակառակը խնդրողի, լացողի, աղերսողի դերում է, և որքան շատ է աղերսում, այդքան բաց է իր դաշտը։ Այնտեղ կան ծեսերի համար իրեր, գործիքներ, հաճախ օգտագործում է եկեղեցուց վերցրած կամ գողացված իրեր, օրհնված ջուր, նշխար, խունկ կամ սրբապատկերներ, որոնք հետագայում օգտագործվում են մութ ծեսերի նպատակով։ Իհարկե չգիտեմ քրիստոնեական եկեղեցին այս ամեն ինչին ոնց է նայում, բայց եթե վերցնենք, որ մեռոնա ջուրը բերված է շիրիմի վրայից, նշխար քացը դարձյալ այնտեղից, խաչը, որ նույն խաչով կարող են անել կնունկ, ծնունդ, հարսանիք և թաղում, այստեղ արդեն լուրջ մտածելու տեղիք է տալի։ Ուրեմն գոյություն ունի սև պատարագ, աղոթքները կարդացվում են վերջից դեպի սկիզբ և ամեն ինչ դրվում է հակառակ ուղղությամբ, անգամ խաչը։ Սա այն դեպքերն են, որտեղ իրականում օգտագործվում է եկեղեցու էներգիան, այնտեղ որպես խնդրանք, աղերս լաց և էներգիայի այսպես խտացում, և դա օգտագործվում է իրականում մարդուն վնասելու, ինչա կատարվում, տվյալ մարդն էլ արդեն խնդրելու, աղերսելու, լացելու, այսպես ապրումներ է ունենում, բերում են մարդու մի իրավիճակի, որտեղ մարդը ստիպված արդեն իր կյանքում և խնդրողի, և լացողի,
եւ աղերսողի եւ ծկաչ հոգի դերում է հայտնվում։ Ուրեմն տեսեք, տաճարի ներսում գոյություն ունեն հատուկ սուբյեկտներ, օրինակ աբարան, որոնք սնվում են մարդկանց մեղքերով եւ բացական էներգիայով, լացով, աղերսով կամ մեղքերի խոստովանությամբ։ Մոգերը դիմում են այս ուժերին հենց եկեղեցում, ծիսական գործողությունների ժամանակ, օրինակ խնկարկության պահին։ Զոհաբերություն կամ հատուկ նվերներ են թողնում այնտեղ, եկեղեցու տարածքում, հաճախ թաքուն տեղերում։ Եկեղեցիական բակում, ծեսերը, որոնք կատարում են հին եկեղեցիների բակերում կամ գերեզմանատներին կից տարածքներում, որտեղ միախառնվում է մահվան եւ կրոնական էներգիան, այստեղ շատ ուժեղ է աշխատում էներգիան։ Ու օգտագործվում է այնտեղի հողերը։ Կարող են գնալ, վերցնել բակից եւ բերել օգտագործել մարդկանց վնասելու նպատակով։ Մոգը կանգնում է զոհի հետևում եւ կատարում է իր մտավոր կամ ֆիզիկական մանիպուլյացիաներ, օրինակ ձախ ձեռքով հպվում է կամ հատուկ հայացք է թողնում մարդու վրա, որը գտնվում է աղոթքի մեջ եւ աղոթքի ժամանակ էներգիան արդեն բաց է։ Եկեղեցիական տեքստերի եւ սաղմոսների օգտագործումը շատ կարևոր է եւ իրենք կարողանում են այսպես փոխել այդ տեքստը, ել եմ ասում, կարդալ լրիվ ուրիշ ուղղությամբ։ Հիմնականում գիշերային ժամերը կամ եկեղեցիական մեծ տոները շատ լավ այսպես առիթ է չեռնակնիժնիկների համար։ Գործողությունները կատարվում են լիովին աննկատ հոգևորների եւ հավատացյալների համար։ Օգտագործում են սև մոմեր, ասեղներ, թելեր, որոնք կարող են թողնել եկեղեցում, եկեղեցու բակում եւ հետո գալ վերցնել ու տանել օգտագործել։ Ուրեմն աբարան համարվում է եկեղեցիական սև մոգության ամենակարևոր կերպարներից մեկը, որին անվանում է եկեղեցիական դև կամ տաճարի տիրակալ։ Ըստ օկուլտական պատկերացումների, նա հանդիսանում է քրիստոնեական սրբությունների հակապատկերը եւ պատասխանատու է եկեղեցու ներսում կատարվող մութ ծեսերի համար։ Ուրեմն որտեղ է նա գտնվում։ Յուրաքանչյուր եկեղեցի ունի իր աբարան, ըստ ավանդության նախ հաճախ թաքնված է լինում Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի, Նիկոլայ Չուդотворեցի սրբապատկերի հետևում կամ դրա շուրջ։ Մոգերը դիմում են հենց այդ պատկերին, բայց իրենց մտքում դիմում են աբարային։ Այն որ տեսնում եք գնում են աղոթում են, աղերսում են, իրականում իրենք այդ իկոնայի հետ գործ չունեն այնտեղ, իրանք շատ լավ գիտեն ով կա, այդ նկարի հետևում կամ նկարի կողքերը դիմում են հենց ուղիղ աբարային։ Աբարային դիմում են հատկապես վրեժխնդրության, անեծքների, մարդու պաշտպանության շերտերը քանդելու, քրիստոնեական էներգիան չեզոքացնելու համար։ Օրինակ քրիստոնյաների վրա նման ծեսեր շատ լավ ազդում են։ Դրանք համարվում է մի ուժ, որը սնվում է եկեղեցին բերած մեղքերով եւ բացական էներգիաներով, որը տալիս են հենց սև մոգերը։ Աբարային կանչելու համար մոգը մտնում է եկեղեցի որպես սովորական հավատացյալ, բայց շեմ անցնելիս շշնջում է հատուկ գաղտնի բառեր։ Եվ դա կոչվում է կոդավորված աղոթք։ Ունեն հատուկ ծեսի ժամանակ իրենց ձեռքերի դիրքը, որոնք այսպես հատուկ պահվում են փակի տակ կամ կատարվում են հատուկ շարժումների միջոցով, հիմնականում ձախ ձեռքի միջոցով։ Մոմերը վառվում, դրվում են գլխի վայր, այրվում են երկու կողմից ի նշան աբարայի հավատարմության։ Սև սրբապատկերները, որոնք ժամանակակից օկուլտիստներ ստեղծում են
Աբարայի հատուկ սև սրբապատկեր, որոնք պատկերում են նրան եկեղեցիական ատրիբուտներով, բայց դիվային սիմվոլներով։ Ինչու են նրանից վախենում, որովհետև աբարայի հետ աշխատանքի ժամանակ սխալ թույլ չի կարելի տալ, նա կարող է զայրույթը ուղղել հենց մոգի դեմ, քանի որ նա չունի բարեկամներ, ընդունում է միայն ուժն ու ճշգրիտ ծեսը։ Ահա եկեղեցիական մոգության մասին այս թեմայով կարելի է շատ այսպես երկար խոսել, եւ շատ մոգեր իրենք հատուկ ծեսի միջոցով դուրս են գալիս հենց նրա համար, որ կարող է եւ հեշտ է իրենց որպես քրիստոնեության էգրեգրի հովանու ներքո գտնվող մարդ շատ հեշտ է, հա, եկեղեցու միջոցով իրենց վնասելը, ուստի իրենք դուրս են գալիս այդ համակարգից, որպեսզի իրենց պաշտպանությունը ոչ մի անգամ կամ ոչ մի դեպքում չքանդվի, չնայած լավ մոգի ձեռքում չքանդվող պաշտպանություն չկա, իրականում յուրաքանչյուր պաշտպանություն կարելի է կոտրել, բայց կան իծնե պաշտպանություններ, որոնք ունեն հետ դարձնելու հատկություն, կամ մարդը ունի հզոր դիվային ուժ եւ իրան վնասելու համար սա էներգետիկ համակարգում լինում է տիտանների պատերազմ, որտեղ իրենց պահպանության ներքո գտնվող մոգը կամ անձը դառնում է անձեռնամխելի, եթե իրա վրա ուղարկված ուժը ավելի թույլ է, քան իրա պաշտպանող ուժը, դարձյալ այնտեղ պատերազմը տիտանների գնում է, բայց կարող է, ասենք, մի փոքր աուրայի հետ կապված ծակվի կամ ինչ-որ բան լինի, կամ ուժերը գալիս են ընդհանուր հայտարարի, որ սա անարդար է, այդ դեպքում խառնվում է նաև տիեզերքը, տալով մարդուն արդեն էներգետիկ պաշտպանություն ըստ մոլորակների դասավորվածության կամ ըստ տոհմի, կամ եթե ընդունենք տվյալ մարդու պաշտպանող բաժեստվան ասեմ, դևը ասեմ, հրեշտակ ասեմ եւ այլը, կամ տոհմը ասեմ ավելի բարձր դիրքում է գտնվում, այդ տիտանների պատերազմը ավարտվում է նրանով, որ այն ուժը, որը ուղարկված էր մոգի վրա, հետ է դառնում եւ սկսում է իրան ուղարկողին։ Այսպես դրա համար մոգությունը ինքը գիտելիք է, եթե դրա մեջ մարդը մի քիչ թերացավ, ինքը գնում է ինքնակործանման, հասկացաք, իսկ մարդիկ կան, որոնք մտածելու կարող է ոչ մի բան չունեն, իրանց բնությունից տված անխոցելիություն եւ իրանց վրա ոչ մի մոգություն սկսած լավից վերջացրած վատից չի կարող ազդել։ Լավ այնքանով է լավ, որ եթե մարդը ունի խնդիր իր ընդունենք բլոկներ չակրաներում կամ ուզում է էլ ավելի հարստանա ընդունենք, կարան հատուկ ծեսերով, այդտեղ պաշտպանությանը կպնել հարկավոր չի։ Մարդուն կարելի է տանել առանց մաքրումներով, ճանապարհները բացելով, տանել դեպի հաջողության։ Իսկ վատ գործերի համար պաշտպանությունը քանդելը պարտադիր հարկավոր է, որովհետև եթե պաշտպանությունը չի քանդվում, ապա գալիս է մի հատ հզոր պատնեշի բախվելով եւ այսպես պրուժինի էֆեկտ է լինում, հա, այդ հետագնում անողին, դրա համար նախորոք արվում է հատուկ միջամտություն, որ այդ հարվածը եթե հետ էլ գա մաքսիմալ թույլ լինի կամ չգնա հետ եւ կարողանան վնասեն մարդուն, բայց այստեղ պետք է մարդու ամեն ինչը հաշվի առնվի, որովհետեւ երբեմն մարդիկ կարող են լինել թափանցիկ, գտնվելով օրինակ պլուտոնիկ հովանավորության ներքո, իրենք կարող են ունենալ թափանցիկ զրահ, որտեղ իրեն ոչ մի բան չի կարող վնասել, կամ կարող են լինել, ընդունենք, մի այդպես ջրային եւ կրակային այսպես համատեքստում էներգիաների մեջ, որտեղ եռալու ժամանակ, երբ որ նեգատիվ հարված է գալիս, ջուրը սկսում է եռալ,
արդեն ինքնապաշտպանական ռեակցիան բնազդաբար միանում է եւ առաջացնում է գոլորշի։ Կարող է լինել սելենայի ընդունենք հովանավորության ներքո, որը առաջացնում է հայլի։ Մարդը այդ ժամանակ դառնում է լրիվ անխոցելի, այսինքն հնարավոր չի վնասել իրան։ Այս դեպքում շատ մեծ ջանքեր է պահանջում մոգից, որ մոգը կարողանա քանդել այդ ամեն ինչը։ Քանդեց մի համակարգը, կմիանա մյուս համակարգը, եթե ունի այդ մարդը իրոք բնությունից տրված այսպես խիտ աուրա, որը ծագել է շատ բարդ է։ Այնտեղ կարող է միանալ ընդունենք տոհմական հիշողությունը, տոհմական գենետիկան եւ տոհմապահի։ Դրա համար մոգությունը ինքը շատ բարդ մեխանիզմ է եւ ելի եմ ասում, զեկուշակ մանուշակություն չի, այս գիտելիք է, յուրաքանչյուր իրական մոգ ինքը գիտնականից ավելին է։ Եթե գիտնականը էսի տեսնում է ու սրանից ինչ-որ բան է պատրաստում, ապա մոգը էներգետիկ դաշտում անում է մանիպուլյացիաներ, որ ոչ մեկին հասու չի։ Մոգությունը սիրում է գաղտնապահություն, սիրում է լռություն, չի սիրում ցուցադրել, չի սիրում ինքնագովեստ եւ իհարկե ունի հատուկ իր կանոնները, այսպես, եւ այդ էլ շտանգա չի, որ ասես ես ուժեղ եմ մոգության մեջ, հələ այդ հարցրեք այդ ուժեղների քանի կիլո են բարձրացնում։ Ուժեղը գալիս է գիտելիքից, մարդու էներգիայից։ Մարդիկ կան, իրանց շատ բան հարկավոր չի, իրանք ունեն խոսքի ուժ։ Եվ իրանց լսում է եւ ներքևը եւ վերևը օրինակ։ Մարդիկ էլ կան ինքնակոչի նման, այսպես մտնում են տեղեր, տալիս են լավ զոհաբերություններ, նույնիսկ չխնայելով իրենց արյունը, որը մենակ իրենցը չի, դա փոխանցվելու է հիշողությամբ իրենց երեխաներին, իրենց թոռներին, իրենց ծոռներին, եւ դրա պատասխանատուն դառնալու են այն մարդիկ, որոնք բացարձակ մեղավոր չեն։ Տալիս են նույնիսկ իրենց արյունը եւ ուժ են խնդրում։ Եթե դու չունես այդ ուժը ու դու խնդրում ես մի ուժի, որ էներգետիկորեն քեզ չի համապատասխանում, ընդունենք դու գտնվում ես ջրի էներգիայում, բայց ուժ ես խնդրում կրակի էներգիայից, կրակը կարա, ջուրը կարա այդ կրակը հանգցնի, կամ ասենք հակառակ էներգիայից, դու դրական էներգիայի մեջ ես գտնվում, խնդրում ես ուժ բացական էներգիայից, որտեղ դու մուտք չունես, դա ուղղակի ինքնակործանում է համարվում։ Բնությունը այնքան հետաքրքիր է մարդուն ստեղծել, ամեն ինչ հաշվի առել եւ շատ քչեր իրավունք ունեն կամ դոստուպ ունեն, որտեղ իրենց չեն ուժերը համարի հյուր կամ ներխուժող, այլ կհամարեն յուրային, իրենցից մեկը։ Այդպես աշխատում մոգության համակարգը։ Եվ այդպես աշխատում եկեղեցին, եկեղեցում էլ ծեսեր ուշադիր եղեք, նույն խաչով անում են թաղում, նույն խաչով անում են հարսանիք, նույն խաչով անում են կնունք, նույն խաչով անում են ծնունդ, նույն խաչը համբուրում են եւ մեռելատերերը, եւ կնունքատերերը, եւ հարսնքատերերը, նույն խաչը մտնում է մարդկանց բնակարաններ, նույն խաչը գնում է գերեզման թաղումների, իսկ մոգերը իրենք հատուկ իրենց հագուստները գիտեն, որ կուլտի հետ ինչ հագուստ հագնեն, ինչ զարդեր կրեն այդ ժամանակ եւ ամեն ինչ չի, որ այդ մի հագուստով ու այդ մի ձեռքի գործիքով է աշխատում, տարբեր կուլտերում կան տարբեր գավաթներ, մոմակալներ, բաժակներ, մի խոսքով դանակներ, աթամ է, հա, այսպես աշխատում մոգական համակարգը։ Այսքանը հերիք է, շատ ասեմ, շատ բան կիմանաք։